Հայուհին շարունակում է ներկայացնել յուրահատուկ բաղադրատոմսեր իտալական խոհանոցից եւ այսօր ներկայացվող թխվածքը կամ հացաբուլկին, ինչպես կուզենք այն կանվանենք, դարձյալ պատրաստվելու է խմորով եւ հետաքրքիր միջուկով։ Ինչպես միշտ իմ կողքին է Պատիո ռեստորանի շեֆ-խոհարար Գոր Մարկոսյանը, ողջույն Գոր, եւ հերթական հետաքրքիր բաղադրատոմսն ենք ներկայացնելու մեր հեռուստադիտողներին։ Այսօր պատրաստելու ենք պամբրիոշ, ինչպես շատ ճիշտ հայերեն նմանօրինակ բառը գտակ, հացաբուլկի եւ իրեն հարստացնելու ենք մսի տեսականիով ունենք այստեղ։ Կլինի խոզապուխտ, երշիկեղեն։ Նշենք ինչ է մեզ անհրաժեշտ։ Ուրեմն, պաստայի խմորի համար բնականաբար ալյուր, դրոշ, կարագձու կաթ, աղ շաքարավազ։ Հիմա սկսենք ուրեմն առաջին մեր գործողությունը դրոժի, թթխմորը, շաքարավազի, այո, եւ կաթի միացությունը տեղափոխում ենք ալյուրը համապատասխան տարայի մեջ միքսով, մի քիչ կաթ ենք ավելացնում, այսինքն մնացյալ կաթը։ Կաթնահունցի խմոր է ստացվում։ Այո, աղը խորհրդի կարգով, հա, դրոժային միջավայրից հեռու, որպեսզի չխանգարի հասունացմանը։ Թթխմորը կարծես թե հասունացավ։ Այո, տեղափոխում ենք վարդակի մեջ։ Արագացնենք մի քիչ պտույտները։ Մնում է ավելացնել կարագը։ Այո։ Մեր պաստան պատրաստ է, ինչպես նկատեցիք, հիմա եւս մի կարևոր փուլ կանցնի, նրանից հետո արդեն կանցնենք լցոնման աշխատանքին։ Մոտավորապես ինչքան պիտի հանգստանա։ Ինձ թվում է 30 րոպե, ինչքան ավել, այնքան լավ։ Լավ։ Սենյակային պայմաններում պիտի թողնենք։ Կկոճենք խմորը։ Տեղափոխում ենք համապատասխան տարայի մեջ, մինչև 2-3 անգամ պիտի աճ ապահովենք խմորին եւ իրեն ծածկենք սրբիչով, թողնենք հասունանալու 30 րոպե։ Անհրաժեշտ ժամանակը լրացավ, մոտ 30 րոպե սպասելուց հետո կարող ենք բացել խմորը, ահա այն հասունացած, փքված, փափուկ եւ հիմա կարող ենք աշխատել։ Պիտի մանր գնդերի վերածենք եւ համապատասխան միջուկը լցոնենք։ Era di maggio quella mattina quando ho incontrato una bella bambina ed era bella così graziosa, solo a guardarla sembrava una sposa e quando la portai a casa mia facemmo una gran festa e l'allegria. Appena finito di mangiare ci siamo messi tutti a ballare. Մեր գնդիկները 10-15 րոպե հանգստանալուց հետո արդեն պատրաստ են ուղարկվելու վառարան, բայց նախքան այդ դեռ մի փոքր գործողություն ունենք։ Երեսին զու պիտի քսենք, որպեսզի լավ վարդագույն տեսք ստանա եպտելուց հետո։ Վերջ, տեղափոխենք վառարանի մեջ։ Մինչ պամբրիոշը թխվում է ջեռոցում, տեսեք թե ինչ յուրահատուկ գործընթաց է մեր աշխատանքային սեղանին։ Ահա, սիրելի հեռուստադիտողներ, մեր կարկանդակները կամ պամբրիոշները, ինչպես կուզեք անվանեք, պատրաստ են, շատ գեղեցիկ է արտաքին տեսքից, ինձ թվում է մենք հենց այսպես ամբողջական էլ կարող էինք մատուցել։ Տեսնենք ներսում ինչ է կատարվում։ Տեսնենք։ Խնդրեմ։
Այո, ներսում ոչինչ չի ավելացել, ոչինչ չի պակասել, այն ինչ դրել ենք, պահպանվել է։ Փոխարենը շատ գեղեցիկ տեսք է ձեռք բերել եւ անուշ բուրմունք։ Շնորհակալություն։ Բաղադրատոմսը մեզ ներկայացրել։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։